պատրաստվում եք ընտրությունների սեպտեմբերին գիտենք, որ ԿՊ վարչության այսպես համաժողովին Սեպտեմբերին լինելու է վարչության ընտրությունները, իսկ ընտրությունները մենք շատ վաղուց ենք պատրաստվում եւ այդ process-ը վարչության անդամների մասն է։ Չէ, վարչության անդամ, հա, այդ կան արդեն խնդիրներ, մեկը ասում եմ մյուսի ոտի տակն է փորում, ակտիվ մրցավազք է քաղաքացիական պայմանագրով անդամ դառնում, որտեղ ցուցակը նախընտրական այդ ցուցակը։ Չէ, նախ ցուցակը չի լինելու, դա լինելու է վարչության անդամների ընտրությունը, բայց այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են եւ ավելի շատ են ակտիվանալու ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի էական փոփոխություն լինի վարչության կազմում։ Ես կարող վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ պետք է, չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ թե չունեմ ասելու, բայց կասեմ, լավ, հիմա ինչ լինի։ Մենք նաեւ կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ ավելի շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի։ Ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց դե լավ, Նարեկ ջան, դու ամուսնացած ես, չէ, կանանց չի լինում կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում։ Ես խնդրում եմ, եկեք, լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավար է մակարդակի, մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ չի մտնում։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի հիբրիդային պատերազմ, ասում եք նյութենական պետություններ ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արարատ Միրզյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանալի։ Ես նախ Արարատ Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ։ Պարոն Միրզյանը ասում է այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ որ պարոն Միրզյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է, եւ ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել, մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն է անցնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, ինչ որ հրապարակային եղել է։ Պաշտոնական ընդունելությունը բավականին շատ քննադատվեց եւ ասած ինչ պատասխան։ Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են, մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում հասկանամ, իմ ու պարոն Միրզյանի Պարոն Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարող լինել։ Մի րոպե հերթով, բայց դուք արդեն հաշտվեցիք։ Արագ։ Պաշտոնականացում են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, անդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղ ու հացով չգնացինք, ներողություն եմ, ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար,
այո, անպայման դիմավորում ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, բայց ո՞նց էիք դուք Տիկին Փելոսին դիմավորել аэроպորտում, ես ասեցի Տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեվ կին էր եւ իմ լավ ընկերն էր եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես դիմավորել եմ։ Եվ Սյունիք արդյոք գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ։ Հաջան մի հատ նորից։ Օրակարգը Տիկին Մատվիենկոյի արդյոք հստակ է, արդյոք նախատեսվում է այդ Սյունիք, քանի որ Ռուսաստանը մի պատասխանություն է այնտեղ ուզում։ Որ ճիշտ ասեմ, նման ինֆորմացիա չունեմ, չգիտեմ, անկեղծ ասած, հələ չեմ նայել, որտեղ ես հիմա այց ունեմ, հիմա դրանով եմ զբաղվում, էլ չեմ ասում հələ որ Կիրգիզիայի գործընկերն է այստեղ, դրա համար չեմ բացում։ Երեք ֆորումի ինքը։ Մի րոպե, Փայլակն է, սպասեք։ Փայլակն է, Փայլակը ինքն է։ Երեք Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց խաղաղության պայմանագրից, ասաց, որ ըստ Արևմտյան Ադրբեջանը, պատկերացնում Հայաստանի 60%-ը Ադրբեջանը, Հայաստանի 60 տարածքի եւ նաեւ ասաց, որ պատրաստ է երկու փաստաթուղթ ստորագրել միաժամանակ Մինսկի խմբի։ Բայց նոր բան չկա, ոնց որ դրա մասին։ Կան ազդակներ Ադրբեջանից, ի վերջո տեղի ժամի հնարավոր փաստաթուղթ։ Խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է եւ շարունակվելու է եւ կարծում եմ մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի բոլորիս։